Երբեմն ուշ գիշեր մտածում ես. արդեն 30 տարեկան եմ, 40 կամ նույնիսկ 50 տարեկան, բայց ինչ եմ արել իմ կյանքում, ոչինչ չունեմ ցույց տալու, ոչ կայուն աշխատանք, ոչ ընտանիք, ոչ էլ խաղաղություն հոգումս, իսկ մնացյալներն առաջ են գնում, հասնում են, փայլում, իսկ ես կարծես մոռացվել եմ, նույնիսկ Աստծուց։ Ես հաճախ եմ ինձ այս հարցը տվել։ Իսկ եթե դու նույնպես այս զգացողությունները ունես և դրանք քեզ ծանոթ են, հավատա, դու մենակ չես։ Այս խոսքերը հենց քեզ համար են։ Այսօր ուզում եմ խոսել քեզ հետ առանց կեղծ հույսերի, ուղղակի սրտից սիրտ։ Մեր հասարակությունը սովորեցրել է չափել հաջողությունը միայն արտաքնապես, դիրքով, ունեցվածքով, ճանաչումով, բայց Աստված քեզ այդպես չի չափում։ Աստված չի ասում դու արժեք ունես, որովհետև ինչ-որ բանի ես հասել։ Նա ասում է դու արժեք ունես, որովհետև դու իմ զավակն ես։ Աբրահամը 75 տարեկան էր, երբ Աստված խոսեց նրա հետ։ Մովսեսը 80-ում սկսեց իր առաքելությունը։ Իսկ դու կարծում ես, որ ուշ ես սկսել, բայց ուշ չի Աստծո համար, նա այլ ժամացույց ունի։ Դավիթը մի ողջ ժամանակ փախչում էր Սավուղից մինչև թագավոր դարձավ։ Հակոբը երկար տարիներ ապրեց որպես լքված ու միայնակ մարդ, բայց Աստված նրանցից ոչ մեկին չէր մոռացել ու ինձ ու քեզ էլ չի մոռացել։ Հաճախ ամենամեծ ճշմարտությունները ծնվում են ամենախոր ցավերից, երբ քո ճանապարհը փակվում է, երբ ամեն ինչ խլանում է, երբ ոչ ոք քեզ չի հասկանում, հենց այդ ժամանակ է, որ Աստված սկսում է աշխատել քո ներսում։ Միգուցե դու քեզ չես սիրում, միգուցե դու ինքդ քեզ ձախողված ես զգում, բայց Աստված քեզ չի տեսնում այդպես։ Նա քեզ տեսնում է որպես նյութ, որ ձևավորվում է իր փառքի համար։ Երբ զգում ես, որ ոչինչ չի ստացվում, դա չի նշանակում, որ Աստված լռում է։ Նրա լռությունը միշտ դատապարտում չէ, երբեմն դա նախապատրաստություն է։ Եթե այսօր նույնիսկ չես զգում նրա ներկայությունը, դա չի նշանակում, որ նա հեռու է։ Նա շատ հաճախ առավել մոտ է հենց կոտրվածության պահին։ Ասա նրան քո սրտի բոլոր հարցերը։ Անմիջապես պատասխանները չեն գա, բայց խաղաղությունը կգա։ Խաղաղություն, իմանալով, որ դու մենակ չես, որ դու մոռացված չես։ Եթե այսօր դու քեզ դատարկ ես զգում, անհաջողակ, մոռացված, հիշիր այս խոսքերը։ Եսայի 43:19-ում գրված է. Ահա ես նոր բան եմ անում, արդեն ծլում է, չես տեսնում։ Ես ճանապարհ կբացեմ անապատում, գետեր անջուր հողում։ Աստված նոր բան է պատրաստում քո կյանքի մեջ, մի հանձնվիր։ Քեզ թվում է ուշ է, բայց Աստված երբեք չի ուշանում։ Եթե սա քեզ ինչ-որ բան հուշեց, խնդրում եմ, գրիր մեկնաբանություն։ Գուցե քո պատմությունը մեկ ուրիշին էլ հույս տա։ Եվ մի մոռացիր, բաժանորդագրվիր ալիքին, կիսվիր այս տեսանյութով։ Միգուցե մեկ ուրիշն է հենց այս պահին այդ պայքարի մեջ։